Բարև ձեզ, սիրելի ժողովուրդ, մենք շարունակում ենք հաղորդումների շարքը Հայաստանի տարբեր մարզերից եւ համայնքներից, զրուցում ենք տարբեր համայնքների ավականու կին անդամների հետ։ Ինչու են կանայք որոշել դառնալ ավականու անդամ, գոհ են արդյոք այս տարիների իրենց աշխատանքից, կկամենան արդյոք նորից ընտրվել, թե ոչ, ու էլի հարակից մի շարք հարցերի մասին։ Այսօր Դիլիջանում ենք հյուրընկալվել, Դիլիջանը Հայաստանի խոշորացված առաջին 3 համայնքներից մեկն է, քաղաքը եւ 6 գյուղ, եւ իմ հյուրերն են թույլ տվեք ներկայացնել Քրիստինե Շահնազարյանը, Դիլիջանի ավականու անդամ, եւ Քրիստինե Սարգսյանը, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից։ Շնորհակալություն մեզ ժամանակ տրամադրելու համար։ Կուզեմ հարցնել, ով դիմեց ձեզ, թե դուք դիմեցիք ավականու անդամ դառնալու համար, ինչպես որոշեցիք։ Բարև ձեզ, քանի որ Դիլիջանը փոքր բնակավայր է, այն առումով, որ բնակիչները հիմնականում մեկը մյուսին ճանաչում են, եւ մենք էլ երկար ժամանակ հասարակական կյանքում ակտիվ լինելով, ակտիվություն ցուցաբերելով, ընտրությունների ժամանակ ինքներս քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ լինելով առաջադրվել ենք թեկնածու։ Իմը այդպես է եղել։ Իմ պարագայում այդպես է եղել։ Առաջին անգամ չեմ եղել։ Հա, դուք ինչպես ստացվեց, որ դարձաք։ Ես էլ չեմ եղել, նախկինում ավականու անդամ։ Ճիշտն ասած, իմ պարագայում ամուսինս առաջարկեց ինձ այսպես համոզելով, որ դու կարող ես աշխատել Իշահ համայնքի եւ այլն, ես մտածեցի, իսկ ինչու ոչ, փորձեմ միգուցե ինչ որ բան ստացվի։ Եվ չեմ փոշմանել, որ առաջադրվել եմ, փորձում եմ անել իմ ուժերի սահմաններում ամեն հնարավորը, աջակցելու։ Գոհ եք անցած տարիների աշխատանքից, ձեր սպասածներ, թե մի քիչ ուրիշ բաներ։ 3.5 տարի անցել է փաստորեն, չէ՞։ Ինչքան էլ պատրաստ լինենք, ամեն դեպքում ոչ այնքան լավ ենք պատկերացնում իրական աշխատանքը, մինչև չես ընտրվում եւ արդեն բնակիչների հետ շփումը եւ այլն աշխատանքը արդեն ցույց է տալիս, որ մի փոքր ավելի բարդ է, սակայն կարծում եմ ստացվում է։ Մոտավորապես այն է, ինչ պատկերացնում եք։ Այո, պարզապես դե ավելի բարդ է, որովհետեւ օրեցօր խնդիրներն են շատանում, բնակիչների դիմումները եւ այլն մեզ դիմելը, որպեսզի մենք էլ ինչ-որ հարցեր բարձրացնենք այստեղ։ Խոսենք այդ մասին, խնդրեմ Տիգրան Սարգսյան, ձեր պատկերացրածներ։ Իրականում քաղաքը, համայնքը ընդհանրապես շատ արագ տեմպերով է զարգանում, դա տեսանելի է թե շինարարության բնագավառում, թե տուրիստական որպես туриզմի կենտրոն զարգանալով Դիլիջան համայնքը եւ դրան զուգահեռ բնականաբար ավականու անդամների գործը ել ավելի շատ է լինում։ Այո, նախկինում չենք պատկերացրել, որ այսպիսի խնդիրների կբախվենք համայնքում, բայց տարիների ընթացքում այնպիսի խնդիրների ենք բախվել, թե սոցիալական, թե մշակութային առումով, որ դա մեզ համար նորություն էր։ Բայց քիչ-քիչ արդեն մենք էլ ենք ընտելացել եւ արդեն այս վերջին տարիներին ավելի հեշտ ենք ադապտացվում այս միջավայրին։ Մյուս տարվա ընտրություններին մասնակցելու եք, թե դեռ չեք որոշել։ Փոշմանել եք, որ ավականու անդամ եք։ Չէ, ես չեմ փոշմանել, չենք փոշմանել, բայց թե կմասնակցենք, թե ոչ, դա երևի ժամանակը ցույց կտա։ Հասկացա, ինչ հարցերով են դիմում քաղաքացիները ցես հատկապես։ Ամենատարբեր հարցերով։ Եվ որտեղից, քաղաքից, գյուղերից։ Ինձ մասնավորապես քաղաքից են դիմում, ես ինքս հոգեբարձուների խորհրդի անդամ եմ, խնամակալության եւ հոգեբարձության, եւ դա հիմնականում սոցիալական հարցերով, երեխաների պաշտպանության, ընտանիքի խնդիրների հետ կապված հարցերով շատ ավելի են դիմում, քան եւ այդ հանձնաժողովի անդամ եք, ավականու հանձնաժողովի, ոչ միայն հոգաբարձ։ Ոչ միայն, չէ, բոլոր անդամներին։ Այո, ավելի շատ հարցերով են դիմում, քան մյուս բնագավառի հարցերով։ Շինարարության հարցերով չեն։ Հաստատ չեն դիմում շինարարության։ Կարող է ինչ-որ միտեղ պատքանդված լինի, ներողություն եմ խնդրում, ինչ որտեղ պատքանդված լինի կամ մեկի տուն ջուլուցվելուց լինի, հա, որպես ծանոթ մտերիմ այդ դեպքում միայն ինձ դիմեն, հազանգեն, հա, բայց եթե դիմում պիտի բերեն եւ այլն, նման հարցերով ինչ չեն դիմում։ Ձեզ ինչ հարցերով են անհանգստացնում։ Հասարակ մեր համայնքը փոքր համայնք է եւ ինչպես նշեց Տիկին
Սարգսյանը, մեկս մյուսին լավ ճանաչում ենք բնակիչները եւ ավելի շատ մեր բնակավայրում հանդիպումներ լինում են ոչ թե կոնկրետ ժամ, տեղ պայմանավորվելով, այլ ամենօրյա ռեժիմով։ Օրինակ ես տրանսպորտով գալիս կամ հիմնականում մեր թաղամասի բնակիչները, որոնք որ ավելի մոտիկից ճանաչում են, կամ երբ դպրոց եմ գնում, առհասարակ թաղամասում ամենափոքր կենցաղային հարցից սկսած դիմում են եւ փորձում ենք բարձրացնել հարցերը, խնդիրները եւ լուծումներ արտալ։ Ունեք օրինակներ, որ դուք ավականու որոշում եք նախաձեռնել, որոշման նախագիծ եք առաջ բերել թիմով, խմբակցությամբ եւ ընդունվել է շատ կոնկրետ ձեր անձնական ներդրումը կա, որովհետեւ կարծիք կա, որ կանայք пассив են, այ մարդկանց ինչ պետք է խառնել այս ավականու գործունեությանը, տղամարդիկ գիտեին իբր ամեն ինչ բան, էլի, հա, այս տեսակ մեր ժողական մտքեր են լինում եւ ոչ միայն տղամարդկանց կողմից, կանայք էլ են պատահում ինձ, որոնք ասում են կնոջ տեղ չի, էլի, տղամարդկանցով կորոշեին, էլի։ Ուրեմն մեր խմբակցության պարագայում պետք է նշեմ, որ մեր որոշումները լինում են թիմային։ Այսինքն, եթե մենք ինչ-որ հարց պետք է բերենք ավականի, հա, դնում քննարկում ենք նախորդ մեր խմբակցությունով, բոլորիս ձայնն էլ այդտեղ որոշիչ կարող է լինել, բոլորիս կարծիքն է կարող է որոշիչ լինել, այնուհետև արդեն նախաձեռնությամբ հանդես են գալիս ավականիստերում։ Մի անգամ կարող է ես ներկայացնեմ, մյուս անգամ Տիկին Շահնազարյանը, մյուս անգամ համայնքի ղեկավարը, այդպես ինչ-որ որոշակի չունենք կոնկրետ գիծ, այսինքն դա արվում է խմբակցության թիմային աշխատանքի արդյունքում։ Օրենքը նախատեսում է ավականու խմբակցություններին աշխատանքային պայմաններով ապահովել գրասենյակ, գործավար, փորձագետ, եթե ավականու կազմը խմբակցությունում 7%-ից ավելի է, ինչպիսին են պայմանները ավականու համար, ոչ միայն ձեր խմբակցության համար, կան սենյակներ կամ աշխատասենյակներ, որոնք հատկացված են հատկապես ավականու խմբակցություններին։ Ձեր խմբակցությունը ունի այդ պայմանները։ Հատուկ հատկացված տեղեր չունենք, ինչպես նշեցի, քանի որ կարծում եմ դրա կարիքը այդպես կոնկրետ մեր համայնքում չի լինում, որովհետեւ ժողովներ մենք ունենք գրասենյակ, կուսակցության գրասենյակում եք անում, դա խմբակցությանը չէ, բայց ընդեղ եք անում։ Համայնքապետարանում գիտեք շենքային պայմանները չի բավարարում, որպեսզի այստեղ կուսակցություններին տեսեք մեր ավականու անդամները 4 կուսակցության ներկայացուցիչներ են։ 4 խմբակցություն։ 4 խմբակցությունից են, այո։ Եվ նման աշխատասենյակներ տրամադրելու հետ կապված շենքային պայմանները թույլ չեն տալիս։ Շատ է քննարկվել այդ հարցը, բայց քննարկվել, այո, որոշել։ Ուղղակի ասածս է, որ դա օրենքի պահանջ է, եւ պարտադիր չէ, որ այդ սենյակները լինեն հենց համայնքապետարանի շենքում։ Համայնքապետարան ինչ-որ տարածքում կարող են հատկացվել, պիտի հատկացվեն։ Օրենքը ասում է, որ պիտի լինի պայման, որ գործավար կահավորված, պիտի լինի տեխնիկա սարքավորումներ, ինտերնետ, պիտի լինի բազմաթիվ համայնքներում այդ հարցերը լուծել են։ Դժվար է եղել, քիչ-քիչ են արել, նորոգել են, տեղ են ճարել, տով հարցել են նույնիսկ համայնքապետարանը, որպեսզի ավականու անդամները, խմբակցությունները կաշկանդված չլինեն իրենց պարտականությունները պատշաճ կատարելու հարցում։ Այսինքն գործավարներ էլ չկան խմբակցություններին կցված, ճիշտ հասկացա, այս հաստիկացուցակի մեջ պիտի լինեն, էլի։ Չէ, դեռ բաց է մեզ մոտ այդ հարցը, շատ ափսոս է, դա հնարավորություն է, որը պիտի ծառայեցես։ Այսինքն ամեն անգամ դուք ստիպված եք աշխատակազմին անհանգստացնել կամ դիմել ինչ-որ, կամ հենց համայնքապետին դիմել։ Քաղաքացիները, որ գալիս են, դուք էլ հանգարց ստեղ չեղաք, պարտավոր չեք այստեղ լինել։ Հա, կամ պիտի հեռախոսով կապվեն ցես հետ, համացանցով, Facebook-ով եւ այլն։ Դրա համար նախատեսված է բան, սա իմիջայլոց էլի, հա։ Հանգամյա զարգացման ծրագրի հետ կապված անցել է 3.5 տարի, ինչպիսին է իրավիճակը, նախատեսած նաեւ տարեկան աշխատանքային պլան, Դիլիջան համայնքում անելիքների մասով, ինչ կա որ նախատեսել եք, բայց առայժմ չի ստացվել, որ իրականացվի տարբեր պատճառներով։ Սուբվենցիոն ծրագրեր անում եք, հայտնի է, հա։ Փողոցի շինարարությունը շատ երկար տևեց, չհասկացանք ինչն էր պատճառը, էլի առեղծվածը 9-10, հա, պատասխանատվության ենթարկվեցին, թե ոչ մարդկանց կյանքը ուտելու համար 2 կիլոմետրը մարդիկ անցնում էին կես ժամում եւ այլն, հա։ Հիմա այս տարվա համար տարեկան աշխատանքային պլաններում կամ մինչեւ 26 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերը
Ինչ կա խոշոր անելիքներ Դիլիջանում, համայնքում ընդհանուր առմամբ, ոչ միայն քաղաքում։ 2021 թվականին, երբ որ կազմվեց տարեկան աշխատանքային պլանը, դրված էր, որ պետք է Դիլիջանում չմնան հիմնականում խոշոր փողոցներ եւ փոքր նրբանցքներ, որոնք կմնան առանց նորոգելու։ Չպետք է լինեն չլուսավորված փողոցներ։ Բոլոր այն հողակները, որոնք ունեն կարիք հիմնանորոգման կամ վերանորոգման մասնակի, բոլորը պետք է դրվեին վերանորոգման եւ նմանատիպ туриզմի հետ զարգացման հետ կապված եւ այլն խնդիրներ։ Պետք է նշենք, որ ի պատիվ, մեր համայնքապետանի աշխատակիցների, համայնքապետի նրա տեղակալի գլխավորությամբ, նրանց գլխավորությամբ շատ արագորեն տարեկան աշխատանքային պլանի հիմնական դրույթները իրականություն են դարձել։ Նրանք ամեն տարի տարվա վերջին հանդես են եկել հաշվետվությամբ ավականնիստերի ժամանակ, որտեղ մենք բոլորս ավականներս տեսել ենք, թե ինչպիսի խնդիրներ են դրվել տարվա սկզբին եւ այսօրվա դրությամբ ինչ խնդիր ունենք լուծված։ Եվ պետք է նշեմ, որ հիմնական խնդիրները լուծված են, այո, այս տարի էլ մենք նոր արդեն սուբվենցիաներ ունենք հաստատած 2026 թվականի համար, որ ուղարկել ենք արդեն կառավարություն եւ արդյունքում հույս ունենք, որ մինչեւ մեր ժամանակի ավարտը կունենանք ել ավելի բարեկարգ համայնք։ Գյուղերի հետ կապված ինչ խնդիրներ կան։ Գյուղերում հիմնականում տուֆապատում է կատարվել գյուղական բնակավայրերի փողոցները, որոնք այո թեգլանջերով էին, դժվար անցանելի էին, հնարավոր չէր ամբողջովին քայքայված ու քանդված էր, տուֆապատման արդյունքում խմելու ջրի հարցն է լուծվել, գազամատակարարումը, որ կար օրինակ Խաչարձան Աղավնավան գյուղերում, որը դեռ կտրված էր, չունեին գազ, այդտեղ էլ իրականացվել է գազամատակարարում, ջրամատակարարում ամբողջովին, եկել է տուն համենայն դեպս ջուրը եւ բնակիչ էլ կարիք չունի ինչ որտեղի ջուր բերել կամ բակից օգտվել։ Հիմնական բոլոր համայնքներում չկա այդպիսի մի համայնք, որտեղ խմելու ջրի հարցը եւ գազամատակարարումը լուծված չլինի։ Նույնը լուսավորության հետ կապված փողոցներում, գյուղական բնակավայրերի փողոցներում լույսերը վառված են գիշերն երեկոյան ժամերին լուսավորված համայնք է։ Հասկացա, ինչ խոշոր խնդիրներ ունի համայնքը, որին համայնքային բյուջեն չի բավականացնում կամ հազիվ դրա ինչ-որ մի մասն է լուծում, կամ բյուջեն թողնենք ամենախոշոր խնդիրները, որոնք են Դիլիջան համայնքում, գյուղերը ներառյալ, ես որ հարցնում եմ համայնք։ Անձրևում է եւ հատկապես այս օրերին ակնհայտ երևում է, որ ջրահեռացման խնդիր կա համայնքում եւ դա այսպես շատ մեծ խնդիր է, մեծ ծախսերի հետ կապված կարծում եմ, որը համայնքը ինքն իրենով չի կարող որևէ բան նախատեսած սուբվենցիայի դիմել դրա հարցով։ Սուբվենցիոն ծրագիր կա եւ վերջին նիստին հենց մեր համայնքապետը ներկայացրեց, այո, բայց դա մի շատ փոքր հատվածի համար, այսինքն ամբողջ համայնքում դեռ սովետական միության ժամանակներից կառուցված ջրահեռացման համակարգն է, որը շատ հին է եւ կարելի ասած չի գործում։ Եվ երևի թե ամենախոշոր խնդիրը դա է։ Ուրիշ ինչ խնդիրներ կան։ Թե թույլ տայք ես համարվում է բան զբոսաշրջության։ Այո, մեզ համար շատ ցավոտ խնդիր է Աղստև գետի չմշակված անխնամ վիճակը, որովհետև տարիների ընթացքում այդ անգամ եթե սկզբում ուղակի շիվեր էին, այդ ծառերը շիվերի տեսքով էին, հիմա արդեն քիչ-քիչ վերենացվում հաստաբուն ծառերի, ամբողջովին գետը մաքրելու կարիք ունի։ Եվ ոչ միայն մաքրելու, ուղակի մաքրելու, այլ բարեկարգման, որ տարիների ընթացքում գոնե մի քանի տարի մաքուր իրավիճակը պահվի, այո։ Հիմա դիմել են քաղաքապետը դիմել էր, այո, սուբվենցիայով ոնց սուբվենցիայի միջոցով կարողանայինք էլի գումարը շատ մեծ էր, եթե չեմ սխալվում 138 միլիոնի մասին էր խոսքը, որը բնականաբար մաքրելու ամբողջը հենապատերը սարքելու մաքրելու համար, որը դե բնականաբար համայնքի միջոցներով հնարավոր չի անել։ Դա լուրջ ծախս է։ Աղբի հետ կապված կա պրոբլեմ, աղստևը լցնել բան, թե չունեք դուք նման պրոբլեմ։ Փառք Աստծո, այսօր մենք հասել ենք նրան, որ եղել է ժամանակին, մենք էլ ենք ականատես եղել, թե ինչպես են բերում, բայց ժամանակի ընթացքում մարդկանց գիտակցության մեջ քիչ-քիչ, հասունանում է այն միտքը, որ պետք չէ գետը գցել, որովհետև աղբամանները շատ մոտ են դրված քաղաքում, եթե դուք անցնեք, կտեսնեք մի քանի
քանի մետրը մեկ աղբաման է դրված, որն էլ հենց նպաստում է, որ գետը այլևս չթափեն։ Գետում կենցաղային աղբ չկա, հիմնականում ծառերն են, խոտերն են, որը հունը արդեն շեղում է փչացնում։ Պիտի մաքրվի, իհարկե։ Ուրիշ ինչ խնդիրներ կա, ինչ խնդիրներ կան, որոնք կուզեիք որ լուծվեին։ Մանկապարտեզների հասանելիությունը ինչպիսին է, կան երեխաներ, որոնք հնարավորություն չունեն մանկապարտեզ հաճախելու։ Ուսման վարձը ինչ կան, հա, հերթագրվածներ։ Հերթագրվում են երեխաները, այսինքն տեղերը բավարար չէ։ Նկատելի բան թվերի մասին չի խոսքը, ուսման վարձը 5000 դրամ է, տարիներ շարունակ այդպես է եղել, եթե մեկը մի ընտանիքից 2 երեխա են գնում 7500 են տալիս, այսինքն երկրորդինը զեղչվում է, նույնը Գեղարվեստի դպրոցն է, որը էլի ՀՕԱԿ է, համայնքապատկան է։ Մանկապարտեզների հերթերը հիմնականում կարող է 1-2 ամսվա կտրվածքով լինեն, հետո կարողանում են տեղավորել։ Իսկ գյուղերում ինչպես է վիճակը։ Գյուղերում էլ են գործում մանկապարտեզներ, անգամ մեր գորժ բնակավայրում կառուցվում է կրթահամալիր, հա, որտեղ կլինի թե մանկապարտեզը, թե դպրոցը, այո, ընդհանուր կրթահամալիր։ Լավ, ուրիշ ինչ խնդիրներ ունեք։ Համայնքում ինչ խնդիրներ կան ուրիշ։ Կամ ավականու անդամների փոխհատուցման մեխանիզմից խոսենք, օրենքը նախատեսում է, որ ավականու անդամները կարող են իրենց կատարած ծախսերը, որպես ավականու անդամ կատարած ծախսերը կարող են փոխհատուցվել եւ պիտի դա արվի համայնքի բյուջեի հաշվին։ Կա նման պրակտիկա, ինչպիսին է Դիլիջանում պրակտիկան։ Դե դա ավականին ինքը պետք է ավականու անդամը ներկայացնի, բայց ճիշտ ասած որքանով ես տեղյակ եմ, երբևէ չեն դիմել, քանի որ դե կարծում եմ կարիքը իրականում այդպես չկա էլ, որովհետև մենք տենց մեծ ծախսեր չենք անում, իրականում հանդիպումների խոշորացված համայնքների դեպքում գյուղեր գնալ գալու անհրաժեշտություն կա, գյուղից ավականու անդամ կունենաք հաստատ, որը գալիս է գնում է։ Ավականու անդամները, քանի որ ունենք ավականու անդամ գյուղերից, նրանք են իրենց մոտ հրատապ հարցերին լուծում տալիս, հա, գրում, տեղում ծանոթանում եւ այլն, մեզ համար կարիք չի լինում գյուղ գնալը։ Իսկ համայնքը ինքը փոքր է, մի տեղից մյուս տեղը։ Դուք բոլոր գյուղերից ունեք ավականու անդամներ, հազիվ թե։ Հազիվ չէ չունենք, բայց տեսեք Գոշը, Վերին Գոշ, Ներքին Գոշ երկու գյուղից ունենք, հա, այդտեղ ունենք, այդտեղ կողքը Խաչարձանն է, ունենք հնարավոր է։ Մանավանդ որ ունենք, Թեոդից ունենք, ավականունիստերին հիմնականում վարչական ղեկավարները ներկա են գտնվում ու մասնակցում են, իրենք էլ գիտեն ինչ հարցեր կա իրենց գյուղերի հետ։ Ահա, մի խոսքով այդ փոխհատուցման կարիքը չի ունեցել։ Չի եղել, որ դիմենք որքանով ես տեղյակ եմ, որ դիմենք հաստատ կփոխհատուցեն, բայց չենք դիմել մենք։ Ես կոնկրետ չեմ դիմել։ Հա, շատ լավ, ինչ խորհուրդ կտաք կանանց աղջիկներին հաջորդ ընտրություններից առաջ։ Կապ ունենան, ընդհանրապես տեղական ինքնակար։ Սա մի մութ սենյակ է եղել երկար ժամանակ ավականին, հա։ Միշտ համարվել է, որ համայնքի ղեկավարը կա, իրեն ենք տեսնում հեռուստացույցով, ինքը ամեն հարցի պատասխանատուն է, միայն Դիլիջանը չէ, ընդհանրապես էլի, հա։ Եվ մի կողմից դա կնոջ գործը չէ, ինչպես ասացի սկզբում, էլի, հա, դե տղամարդիկ լավ գիտեն դա ինչ է, ես համամիտ չեմ այդ մոտեցմանը, իհարկե, հա, եւ շատ-շատերը իսկապես խուսափել են տեղական ինքնակառավարման հետ գործ ունենալ, մեջը լինել, անձնական հարցով դիմել ուրիշ բան է, հա, գնալ որոշումների կայացմանը մասնակցել։ Արժե որ ջահելությունը շահագրգռվի, թե չարժե, ինչ խորհուրդ կտաք, ինչ կասեք։ Իհարկե արժե, ես կարծում եմ, որ պետք է մասնակցեն կանայք, որովհետև մի այսպիսի բան կա, չէ, ասում կնոջ աչքը սուր է, շատ հարցեր, որ կանայք տեսնում են, միգուցե տղամարդիկ չնկատեն, կանայք ավելի նրբանկատեն եւ կանանց ներկայությունը ավականունիստերին մի քիչ մթնոլորտ այլ է դարձնում։ Կանանց ներկայությամբ տղամարդիկ միգուցե ինչ որ վեճի կամ խնդիրների դեպքում բախումներից եւ այլնից բնականաբար խաղաղ ու հանգիստ է անցնում։ Առաջ խաղաղ չէին արշալույսները ձեզ մոտ։ Չէ, կարծում եմ դեպքեր եղել են ոչ այնքան խաղաղի։ Խոսքը դրա մասին չէ, ուղղակի կնոջ ներկայությունը փոխում է իրավիճակը։ Ժողովում կնոջ ներկայությունը ոնց որ թե չի փոխում իրավիճակը, հա։ Շաբաթը մեկ մենք այնտեղ բանը տեղային ճակատամարտեր ենք տեսնում։ Հա, բայց ես հասկացա ձեր միտքը, ընդհանրապես տրամադրությունները փոխում է եւ կան որոշ կարծիքներ, թե կանանց կառավարումը պակաս կոռուպցիոն է։
երբ կանայք մասնակցում են կառավարմանը, ավելի քիչ է լինում կոռուպցիան, ոչ միայն մեր երկրի հետ կապված, հա, այլև դրսում տարբեր հետազոտություններ կան սրա հետ կապված, սա չի նշանակում, որ պարտադիր կոռուպցիայի ձերծ է լինում, էլի կառավարումը, եթե կանայք խառնված են այդ գործին, բայց խնդիրների լուծումներին մի քիչ այլ աչքով են նայում, դա բնական է։ Հասկացա, եզրափակիչ մտքեր ունեք խնդիրներից, բաներից շատ կուզեի ես լսել, եթե կան, ասեք, էլի, հասարակական տրանսպորտի հարցը ինչպես է օրինակ, Դիլիջան եւ Գյուղեր։ Քաղաքի ներսում բավականին բարելավել է վիճակը տրանսպորտի։ Ներողություն, դա համայնքապատկան տրանսպորտ է, թե մրցույթ է հայտարարվում, մասնավոր մեքենաների տերերը գալիս մասնակցում են, իրենք են մատուցում ծառայությունը։ Հուայք է։ Համայնքապատկան է, այո, հուայք է։ Այսինքն մեքենաները համայնքի սեփականությունն են, ճիշտ հասկացա ես։ Համայնքի, այո, աջակցությամբ ձեռք բերվեց 2 նոր ավտոբուս, ինչը շատ ավելի հեշտացրեց քաղաքի։ Դա քաղաքի մեջ։ Այո։ Իսկ գյուղերի հետ կապը գյուղերի հետ էլի տրանսպորտ կամ միկրոավտոբուսներ կան։ Իհարկե շատ ավելի լավ կլիներ, որ ժամերը շատ լիներ, որովհետև կան բնակավայրեր, Խաչարձան եւ այլն եւ մի քանի վայր, հաղարծնի հետ է կարծես թե ավելի շատ կապը եւ այնտեղ կես ժամը 1, եթե 1 ժամը 1 հաճախականությամբ աշխատում է տրանսպորտը, բայց մյուս գյուղերում մի քիչ ավելի քիչ է, բնակիչները բողոքում են հենց դրանից, այդ ուղղությամբ մտածում են համապատասխան մարմինները, կարծում եմ, որ ավելի կշատանա, որովհետև հենց քաղաքի ներսում արդեն իսկ երկարացվեց տրանսպորտի ժամանականակը։ Հասկացա, տեղական турքերից ավտոկայանման վճար, պարկինգի փող, այսպես ասած, չունեք, այդ դեպքում դարի հարցն եմ տալուց ես, որը շատերին հետաքրքրում է, ովքեր այցելում են Կոշավանք։ Ուր են գնում Գեղամեջի հավաքած փողերը, դեռ երկու հոգի կանգնած փող են հավաքում, տեսել եք, երևի, չէ՞։ Դրանք իմ կարծիքով պետք է մտնեն համայնքի բյուջե, որտեղ համայնքի տարածքից է հավաքվում, դա մասնավոր տարածք չէ։ Ու չգիտենք էլ դա ինչպիսի գումար է, էլի։ Ունեք է սրա հետ կապված ինչ-որ պատկերացում, հետազոտություն, համայնքը պարզում է, հետաքրքիր է, էլի։ Միգուցե իրականում դա հենց համայնքին է տրվում, մենք չգիտենք, կարող է, իհարկե, ես չեմ կարող պատասխանել ձեր հարցը, դեռ լրիվ պատկերացում չունեմ դրա մասին։ Եղավ, հասկացա։ Շնորհակալություն այս հաղորդմանը մասնակցելու համար, հա։ Սա մեր վերջին այցը չէ, էլի առիթներ կունենանք, մենք շատ շահագրգիռ ենք մեր կազմակերպությունով աջակցել տեղական ինքնակառավարման որակի բարելավման ու հատկապես երկար տարիներ անտեսված հասարակության մի կեսի ներգրավմանը տեղական ինքնակառավարման մեջ։ Խնդիրն այն է, որ երբ ասում են կանանց դուրս եք թողել, ասում են թե նայեք աշխատակիցների կեսից ավելին կանայք են, դպրոցում 95% կանայք են եւ այլն, ասում ենք ոչ, խոսքը որոշում կայացնողների մակարդակից դուրս թողնելու մասին է, ոչ թե գործակատարների մակարդակում։ Շնորհակալություն, սիրելի ժողովուրդ, Դիլիջանում ավարտում եմ հարցազրույցը ավականու երկու անդամների հետ, Քրիստինե Շահնազարյանի եւ Քրիստինե Սարգսյանի հետ, խնդրում եմ լայքել հաղորդումը, բաժանորդագրվել ալիքին, տարածել, սեղմել զանգի վրա, որպեսզի հնարավորինս շատ մարդ տեսնի, եթե այս թեմայով հետաքրքրվող ծանոթներ ունեք, ուղարկեք, թող իրենք էլ այս եւ մյուս հաղորդումները նայեն։ Շնորհակալություն։